Ողջույն բոլորին, դուք գտնվում եք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում։ Այսօր մենք միասին զրուցելու ենք Հայաստանի ազգային հավաքականից։ Ավելի ճիշտ խոսելու ենք այն մասին, թե ինչ եղավ Ուելսի հետ խաղում Երևանում եւ ինչ սպասել գալիք խաղից արդեն Խորվաթիայի հավաքականի հետ, քանի որ կան որոշակի հարցեր, որոնց պատասխանները այլևս չունենք այս պահին եւ կփորձենք միասին մինչ վաղվա խաղը, քանի որ նախօրեին է ձայնագրվում այս հոլովակը, այս վիդեոն փորձենք հասկանանք, թե ինչ տարբերակներ են ընտրելու խաղալու համար Պետրակովը, ինչ խաղային սխեմաներ է օգտագործելու իհարկե, ինչ որ կերպով դա հիմնված է լինելու կամ ենթադրություններ են լինելու այն մասին, թե ինչպես կարելի է ավելի լավ անել, բայց որոշողը Պետրակովն է, նա է այս բանին հասկանում, թե ֆուտբոլիստներից ով է լավագույն մարզավիճակում գտնվում եւ ով է ունակ այդ խաղին լավագույնս հանդես գալու եւ նա կորոշի մեկնարկային կազմը Խորվաթիայի հավաքական այդ խաղի համար, իսկ մեզ կմնա հուսալ, որ տղաները մաքսիմալ նվիրումով եւ մաքսիմալ լավ կկարողանան խաղալ։ Թեև Պետրակովը չի սիրում ամեն ինչ բարթել բախտի վրա կամ խոսել բախտից, ես ամեն դեպքում կցանկանամ մեր տղաներին, որպեսզի բախտը, սպորտային բախտը մի փոքր նրանց կողմը լինի Խորվաթիայի հավաքականի հետ խաղում, քանի որ Ուելսի հետ այդ բախտը մեզնից երես էր թեքել եւ այդ երես թեքելու տեղը պետք է լրացնի։ Իսկ մինչ քննարկամանը անցնելը ես կխնդրեմ, որպեսզի դուք բաժանորդագրվեք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին սեղմելով կարմիր կոճակը, եթե դա դեռ չեք արել, միացնել զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք եւ դնել լայք այս վիդեոին, որպեսզի այն հնարավորինս ավելի շատ մարդ տեսնի։ Շնորհակալություն, դե ինչ, գնացինք Ուելսի այդ խաղի մասին։ Իհարկե շատ ցավալի ինքնագոլ, ոչ պարտադիր ինքնագոլ, նաև Տիկնիզյանը ինքնագոլի եղինակ դարձավ, ինչից հետո շատ ծանր ապրումներ ուներ, շատ ծանր հոգեկան վիճակում էր գտնվում, անգամ այսօր, երբ ֆուտբոլի ֆեդերացիան տեղադրել էր նկարներ ժամանումից, նաև Տիկնիզյանը շատ մտահոգ տեսք ուներ եւ ես հույս ունեմ, որ թիմակիցները կկարողանան ճիշտ խոսքեր գտնել նրա համար, մարզիչը կկարողանա ճիշտ խոսքեր գտնել, որպեսզի նայերին կարողանա հոգեբանորեն պատրաստել խաղին, քանի որ այս իրավիճակում, այս հոգեվիճակում նա խաղադաշտ մտնելով կարող է ել ավելի կոտրվել, ել ավելի անվստահ գործել եւ իրեն իրոք աջակցությունը պետք թիմերի, թիմակիցների, մարզիչների կողմից, որպեսզի նա կարողանա հավուր պատշաճի պատրաստվի գալիք խաղին, իհարկե շատ դժվար է այդպիսի ինքնագոլից հետո որոշիչ խաղում վերականգնվել եւ 3 օր հետո ել ավելի բարդ հանդիպում անցկացնել։ Այդ գոլի, ինքնագոլի հետ կապված Պետրակովը խաղից հետո ասաց, որ այո, նրանք շատ ուշադրություն էին դարձրել, նրանք շատ էին պարապել այդ եզրային նետումները եւ այո, այդ ֆուտբոլիստը նետում է ինչպես անկյունային ստանդարտ իրավիճակ լինի, այդպիսի իրավիճակ է ստեղծում, ինչպես է պետք պայքարել երկուսով փակել բարձրահասակ հարձակվողներին, ֆուտբոլիստներին Ուելսի հավաքականի, այդ ամենը նա ասել էր, որ նա փորձում է դեպի ուս նետել եւ ինչ արած, այսպես ստացվեց, այդ մի սխալը ճակատագրական եղավ մեզ համար, բայց պետք է դասեր խաղալ եւ խաղալ եւ պատրաստվել հաջորդ հանդիպումներին, իսկ մեր հավաքականը Երևանում վատ ֆուտբոլ չցուցադրեց, եկեք համաձայնվենք, քանի որ շատերը ասում են, որ այդտեղ կրկին խաղային միտք չկար, չգիտեմ ինչ չկար, ես անձամբ կարծում եմ, որ մեր հավաքականը բավական կազմակերպված, բավական լավ եւ բավական տեմպով ֆուտբոլ խաղաց նամանավանդ վերջում եւ ինչ որտեղ բաց խաղեր ընթանում, մերոնք ոչ մի շանս չտվեցին Ուելսի հավաքականին, նրանց թույլ չտվեցին վտանգավոր պահեր ստեղծել, որպես այդպիսին խաղավերջում եւ նրանք ավելի դոմինանտ ֆուտբոլ էին խաղում, փորձելով ամեն կերպ ճնշել մրցակցին եւ այդ հաղթանակը կորցել։ Չհաջողվեց այս անգամ, բայց ինչևէ շատ լավ հանդիպում անցկացրեց Ուելսի հետ Վարազդատ Հարոյանը, նրա լավագույն հանդիպումներից մեկն էր, ցավոք տեղին քարտ ստացավ եւ բաց կթողնի խորվաթների հետ խաղը, նրա բացը պետք է ինչ-որ կերպ Պետրակովը լրացնի։ Վնասվածք ստացավ Իվուն, որը հիմնական կազմի եւ անփոխարինելու ֆուտբոլիստ է դարձել մեր հավաքականի համար Պետրակովի գալուց ի վեր եւ այսպես ունենք երկու խնդիր, որոնք պետք է լուծել։ Ես հիմա կփորձեմ նաև անդրադառնալ այդ կազմին, այդ հնարավոր փոփոխություններին եւ տեսնենք, թե ինչ տարբերակներ կարող է ունենալ Պետրակովը, փորձենք հասկանալ։
Դե ինչ, եկեք նաև մի պահ անդրադառնանք լավագույններից մեկին այդ խաղում, ով Լուկաս Զելարայանն էր, նա հրաշալի աշխատանք կատարեց թե պաշտպանությունում, թե հարձակման ժամանակ, ուներ մի քանի հնարավորություն, ցավոք միայն մեկ գնդակ կարողացավ ուղարկել մրցակցի դարպասը, բայց Լուկասի լավագույն հանդիպումներից մեկն էր, նա միայնակ 3 գոլ խփեց երկու խաղերում Ուելսի հավաքականին եւ կարծում եմ Ուելսիները դեռ երկար կհիշեն նրա անունը։ Եվ այսպես տարբերակներից մի քանիսը եւ այստեղ ես էկրանին կդնեմ հնարավոր տարբերակները մեր խաղային դասավորությունների, որպեսզի դուք եւս ծանոթանաք եւ եկեք սկսենք հիմնական խաղային սխեմայից, որը 3-4-3-ն է մեր ազգային հավաքականի համար, 3 կենտրոնական պաշտպան, 2 հենակետային, 2 եզրային լատերալներ եւ 3 հարձակողական ոճի ֆուտբոլիստ։ Կարծում եմ, որ այս պարագայում սա հիմնական սխեման է լինելու, որը կօգտագործի Պետրակովը, թեև կարող է անակնկալի բերել խորվատներին, բայց մենք արդեն բազմիցս լսել ենք նրանից, որ բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ 2 պաշտպանով մեր տղաները չեն հասցնում եւ մեկը պետք է որ միշտ ապահովագրի, դա երրորդ կենտրոնական պաշտպանն է։ Թեև նախկինում մենք տեսել ենք, որ մեր հավաքականը մշտապես խաղացել է 4 պաշտպանով եւ կարողացել է ինչ որտեղ նաեւ հաջողությամբ դա անել, թե նախորդ մարզչի Կապարոսի օրոք, թե դրանից առաջ մեր հիմնական խաղային սխեման եղել է 4-2-3-1։ Եվ այսպես կենտրոնում կլինի ըստիս Անդրե Չալեշերը, ձախից կխաղա ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում Ստյոպա Մկրտչյանը, աչից կխաղա Գեորգի Հարությունյանը, կենտրոնական կիսապաշտպանները կլինեն Էդուարդ Սպերցյանը եւ Վբեյմար Անգուլոն, աչից կխաղա Արտակ Դաշյանը, ձախից Նաիր Տիկնիզյանը, իսկ վինգերների դիրքում ձախից Զելարայան, աչից Փիչախչյան, թեև այդտեղ հնարավոր է նաեւ Սերոփյան կամ Սևիկյան տարբերակը եւ կենտրոնական հարձակվողը կլինի Ռանոսը։ Նա այսպիսի հետաքրքիր կազմ կարծում եմ հետաքրքիր եւ ինչ որտեղ արդեն սովորական, բայց նաեւ չմոռանանք, որ կա այլընտրանք։ Այլընտրանքներից մեկը կրկին 3 կենտրոնական պաշտպաններով խաղային սխեմայով մի փոքր այլ դասավորությունն է, որը ռիսկային է, բայց ինչևէ։ Ես գտնում եմ, որ շատ հետաքրքիր կարելի է խաղալ նաեւ այս սխեմայով։ Մկրտչյան, Չալիսշիր, Հարությունյան կենտրոնական պաշտպանների երրակին չենք փոխում, ինչ ենք անում կենտրոնական կիսապաշտպանի գոտում։ Մենք փորձում ենք կենտրոնում դնել Հովհաննես Հարությունյանին եւ Արտակ Դաշյանին, իհարկե մի փոքր ռիսկային է այդպես գործելը պաշտպանողական ֆունկցիաների տեսանկյունից, բայց եթե Արտակ Դաշյանին որոշի խաղացնել կենտրոնական կիսապաշտպանի գոտում, նա միգուցե ստանա այն, ինչ ստանում է Եղիշե Մելիքյանը Փյունիկում եւ այս համագործակցությունը հրաշալի կարող է իր արդյունքը տալ։ Այս պարագայում ստացվում է, որ ձախ լատերալի դիրքում խաղում է Նաիր Տիկնիզյանը, աչից լատերալի դիրքում կարող է խաղալ կամ Վահան Փիչախչյանը կամ Կամո Հովհաննիսյանը, այստեղ նայած ավելի հարձակողական ենք ուզում գործել, թե ավելի պաշտպանողական։ Իսկ կենտրոնական հատվածում խաղադաշտի ենթահարձակվողի դիրքում կխաղա Էդուարդ Սպերցյանը, այսինքն Սպերցյանը ավելի շատ կարող է ենթահարձակողի կամ կեղծ 9 համարի ֆունկցիա կատարել։ Այս դեպքում, եթե Զելարայանը եւ Ռանոսը մեր մոտ լինեն երկու կենտրոնական հարձակվողները, բայց ավելի շատ խաղան տեղաշարժով դեպի եզր, այստեղ հրաշալի հնարավորություն է բացվում Էդուարդ Սպերցյանի համար գնալ առաջ եւ զբաղեցնել կենտրոնական հարձակվողի դիրքը, ինչը մենք տեսել ենք վերջերս շատ Մադրիդի Ռեալում, երբ օրինակ Ռոդրիգոն եւ Վինիսիուսը երկու կենտրոնական հարձակվողներն են, բայց ավելի շատ փորձում են տեղաշարժել եզրում օգնել, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքը կարողանում է շատ հաճախ փակել, այսպես ասենք, Ջուդ Բելինգեմը։ Սա եւս մի խաղային սխեմա, որը ամենաանհավանականն եմ համարում, եւ երրորդը, որը ես դիտարկել եմ որպես հավանական տարբերակ, նորից 4 կենտրոնական պաշտպանով է 4-2-3-1-ը, որի մասին արդեն խոսել եմ։ Պաշտպանության կենտրոնում այս պարագայում Չալիշեր եւ Հարությունյան, ձախից Տիկնիզյան, աչից Կամո Հովհաննիսյան, հենակետային գոտում Վբեյմար եւ Դաշյան, Դաշյանին համառորեն չի ցանկանում կիսապաշտպանությունում կենտրոնական կիսապաշտպանի գոտում դնել Պետրակովը, բայց դա կարող է լուծում լինել։ 3 հարձակողական ոճի կիսապաշտպանները Զելարայան, Սպերցյան եւ Փիչախչյան, այստեղ արդեն Սպերցյանը շատ մեծ հնարավորություն կստանա իր լավագույն որակները դրսևորելու եւ կենտրոնական հարձակվողը Հրանտ Լևոն Ռանոս։
Ինչևէ, այս 3 սխեմաները որպես հավանական տարբերակներ կամ այն տարբերակները, որոնք ես կցանկանայի տեսնել Պետրակովի եւ մեր Հայաստանի հավաքականի կատարմամբ Խորվաթիայի հետ խաղի համար, միգուցե վերջին երկուսը, որոնք ես հավանական եմ համարում ինձ համար մի փոքր ավելի ռիսկային են եւ ավելի կարող են վատ արդյունք ունենալ, այստեղ փորձված թանի եւ անփորձ մածունի տարբերակն է այս ընտրական փուլում մեր կողմից եւ համառորեն այն միտքը, որ Պետրակովը չի ցանկանում երկու կենտրոնական պաշտպանով խաղալ, քանի որ փոխօգնության հասնող չի լինում։ Ինչևէ, սա այն տարբերակները մեզ շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, իհարկե պետք է տեսնի մարզչական շտաբը, թե ովքեր են լավագույնս վերականգնվել, ովքեր են պատրաստ խաղադաշտ դուրս գալ եւ 100%-ով իրենց ուժերը ներդնել այդ խաղում Խորվաթիայի հետ շատ դժվար խաղ է լինելու, խորվաթներին հաղթանակ է պետք, խորվաթներին պետք է միավոր վաստակել առնվազն, որպեսզի կարողանան այսպես դեմքով ցեխը չընկնել եւ գործող երրորդ մեդալակիրը աշխարհի, եթե չկարողանա Եվրոպայի առաջնության ուղեկիր նվաճել, իրոք այս խմբային փուլի միջոցով իհարկե իրոք շատ տխուր կլինի իրենց համար։ Ինչևէ, ժամանակը շատ չէ, ես ձեզ խնդրում եմ նույնպես մեկնաբանություններում անդրադառնալ, թե ինչ կարծիք ունեք, ինչ մեկնարկային կազմ է լինելու, ինչ փոփոխություններ ավելի լավ կլիներ անել, իհարկե բոլորս մեր կարծիքը արտահայտելու իրավունք ունենք, իսկ որոշողը Ալեքսանդր Պետրակովն է եւ հենց նա էլ կորոշի։ Իսկ ես հիշեցնեմ ձեզ նաեւ, որ կարող եք Հայաստանի ազգային հավաքականի խաղերին on-line ստատիստիկային եւ ID Bank Պրեմիեր լիգայի on-line ստատիստիկ տվյալներին, ինչպես նաեւ Հայաստանի առաջին խմբի մասին ինֆորմացիայի, սիրողական IFB լիգաների մասին ինֆորմացիային հետևել IFScore հավելվածի միջոցով Android եւ iOS հավելվածներում, ներեցեք Android եւ iOS օպերացիոն համակարգերում ես լինկերը կթողնեմ նկարագրության հատվածում, կարող եք ներբեռնել IFScore-ը եւ օգտագործել, եթե ցանկանում եք տեղեկացված լինել հայկական ֆուտբոլի բոլոր նորություններից։ Այսպես Դե ինչ, եկեք սպասենք եւ հաջողություն մաղթենք մեր հավաքականին։ Ես Ռոբն եմ, շարունակեք մնալ ուրիշ ֆուտբոլի հետ բոլոր սոցիալական ցանցերում։ Դրեք լայք այս վիդեոն, եթե հենց ձեզ դուր եկավ, եւ իհարկե հուսով եմ արդեն միացրել եք զանգակը եւ բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։